Բուժ հիմնարկ ղեկավարելու համար բժշկական կրթությունը պետք է պարտադիր լինի, հարցը առողջապահության նախարարությունն է վիճարկում, առաջարկում են պարտադրանքից հրաժարվել։ Մեր խորին համոզմամբ եւ նաեւ միջազգային փորձն ու այլ երկրների արդեն հաջողության պատմությունները ցույց են տալի, որ բժշկական կենտրոնների կառավարման ֆինանսական հատվածը, օպերացիոն հատվածը, ոչ վիրահատական, այլ պրոցեսների կառավարման հատվածը եւ զուտ մասնագիտական բուժական հատվածը պետք է որոշակիորեն տարանջատվի եւ ըստ էության դրանով նաև մենք համակարգային փոփոխություն կմտցնենք ընդհանուր կառավարման մեջ։ Նախարար Ավանեսյանի այս հիմնավորումը փորձագիտական համայնքում մեծ ոգևորությամբ չեն ընդունում։ Առողջապահական կազմակերպիչներն ասում են, բուժհաստատություններում մշտապես եղել են ու այսօր էլ կան ֆինանսական մասի պատասխանատու ղեկավարներ, այդ գծով տնօրենի տեղակալներ, ուրեմն բժիշկ կառավարիչներին ինչու մեղադրել, թե փողը ճիշտ տնօրինել չեն կարողանում։ Կատեգորիկ սխալ է, բժշկական հիմնարկի կառավարիչը պետք է լինի բժիշկ միանշանակ, որովհետև այդտեղ աշխատում են բուժ աշխատողներ, բժիշկներ եւ միջին բուժանձնակազմը, որոնց աշխատանքի գործունեության հետ կապված հնարքություններ կան, որոնք ոչ բժիշկ կառավարիչները չգիտեն։ Առողջապահության կազմակերպիչ որակավորում ունեցող բժիշկը առանձին ֆինանսական բլոկի վերապատրաստում անցնում ու իրան բավարար է, որ ինքը ունենա ֆինանսական գծով տեղական կամ խորհրդական։ Թե միջազգային կոնկրետ որ փորձն են ուսումնասիրել առողջապահության նախարարությունում հայտնի չէ։ Նախարարն իր խոսքում մասնավոր օրինակներ չի բերել, սա պարզ չէ նաև ոլորտի փորձագետի համար։ Ես համենայն դեպս չեմ տեսել որևէ կլինիկա, որտեղ որ բժշկի դերը որոշիչ չլինի, այդ կլինիկան բարգավաճ, ես չգիտեմ իրանք որտեղ են տեսել։ Բժիշկների համար ստեղծվելու են աշխատանքային անտանելի պայմաններ, բժշկությունը մղվելու է հետին պլան, այլ առաջադառնում միայն ֆինանսական օգուտները, որոնք պետք է բերվեն ամեն գնով։ Բուժ հիմնարկներում նկատենք, ինչպես պատասխանատուներն են ձևակերպում, համակարգային այս բարեփոխումներին զուգահեռ էլ հենց տեղի են ունենում կադրային փոփոխությունները։ 3 բուժկենտրոն արդեն նոր տնօրեն ունենալու ճանապարհին է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։